Տիկին Գալյան, Սահմանադրական դատարանը 3 ապօրինի գույքի բռնագազման օրենքի հետ կապված որոշում է կայացրել եւ մասնակիորեն հակասահմանադրական է որակել օրենքի նախագիծը։ Սա ինչ է նշանակում, եթե բացենք փակագծերը ոչ իրավական ձևակերպումներով։ Եկեք հասարակությանը տարընկալումների առիթ չտանք։ Սահմանադրական դատարանը նշել է, որ օրենքը սահմանադրությանը համապատասխանող է ամբողջությամբ եւ 2 դեպք է նշել, որոնց պարագայում սահմանադրական է որոշակի կոնկրետ մեկնաբանությամբ։ Այդ 2 դեպքը վերաբերում են հետևյալին. առաջինը պաշտոնատար անձանց դեպքն է, երբ ուսումնասիրվողը պաշտոնատար անձն է, ապա այդ դեպքում սահմանադրական է այնքանով, որ պաշտոնատար անձի պաշտոն զբաղեցնելուց հետո ձեռք բերված գույքը ենթակա լինի բռնագանձման։ Եվ մյուս դեպքը վերաբերում է ոչ պաշտոնատար անձանց, եւ այս պարագայում սահմանադրական է օրենքը այն մեկնաբանությամբ, որ ձեռք բերված գույքը կապվի որոշակի հանցավոր գործունեության հետ։ Այսինքն հակասահմանադրականության վերաբերյալ եզրահանգում Սահմանադրական դատարանի որոշման մեջ այնքանով, որքանով որ այդ որոշումը հրապարակված է, իսկ հրապարակված է միայն եզրափակիչ մասը, չկա։ Եվ կարծում եմ, որ ավելի մանրամասն մեկնաբանությունների համար մենք պետք է սպասենք ամբողջական տեքստին, որպեսզի տեսնենք եւ ծանոթանանք Սահմանադրական դատարանի մեկնաբանություններին եւ հետո նոր անենք մեր եզրահանգումները։ Սա հիմք կարող է լինել, որ վերանայվեն որոշ գործեր, որովհետեւ մենք գիտենք նույն այդ որ ոչ պաշտոնյա լինելով հանդերձ գույքերի բռնագանձման հայցեր են ներկայացվում։ Սահմանադրական դատարանի այս որոշման եզրափակիչ մասից չի բխում, որ ոչ պաշտոնատար անձանց հետ կապված ուսումնասիրություններ չեն կարող իրականացվել, հակառակը բխում է, որ կարող են իրականացվել, բայց այդ գույքերի ձեռքբերումը որևէ առնչություն պետք է ունենա հանցավորության հետ։ Սա ասում եմ միայն եզրափակիչ մասին ծանոթ լինելու համատեքստում, այսինքն ավել մեկնաբանություն անել չեմ կարող։ Ինչ վերաբերում է հարցին, թե կարող են փոփոխվել որոշակի հայցեր, վաղ է դեռ այս առումով մեկնաբանություններ անել, մենք պետք է ծանոթանանք մեկնաբանություններին, հետո դատախազությունը իհարկե կորոշի այդ մեկնաբանությունների համատեքստում որոշակի հայցեր փոփոխման ենթակա են, թե ոչ։ Քանի որ դուք միջնախարար դառնալ նաև այս դրա հետ կապված ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված հարցերով եք զբաղվել, Տիկին Գալյան, երբ դուք ամենալավ եք իրազեկված, թե այդ հայցերի հետ կապված կամ այդ գործընթացների հետ կապված որ չափն է, որ վերաբերվել է օրինակ 91 թվականից ենթադրենք պաշտոն ստանձնած, բայց այս պահին պաշտոն չունեցող անձանց, այսինքն որ տոկոսն է դա կազմում, որ կառավարությունը որոշել է տվյալ անձանց հետ կապված։ Նման վիճակագրություն չունենք, իրականում օրենքը հստակ սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում կարող է նախաձեռնվել վարույթ, եւ այդ հիմքերի շարքում մեծ մասը քրեական գործերն են եւ անձի կարգավիճակը որպես մեղադրյալ։ Եվ ուրեմն գործերի մեծ մասը այն գործերն են, որոնք նախաձեռնվել են քրեական գործերի հիման վրա, սա կարող եմ ասել։ Ընդդիմախոսները պարզապես հիմա հայտարարում են, որ օրինակ կան գործեր, որ ինչպես հատիկ-հատիկ հետ են բերել, ասել է Նիկոլ Փաշինյանը, հիմա հատիկ-հատիկ պետք է վերադառնի, որովհետև Սահմանադրական դատարանի որոշումը կարող է նման հիմք հանդիսանալ։ Ես չեմ կարծում, որ Սահմանադրական դատարանի որոշումը նման հիմք կարող է հանդիսանալ եւ չեմ հասկանում նման մեկնաբանություններ անողներին եւ նրանց մոտիվը, իրական մոտիվը հասկանում եմ, բայց առնվազն մասնագիտական տեսանկյունից անընդունելի է նման մեկնաբանությունը, որովհետև հրապարակված մասը որոշման նման եզրահանգման որևէ հիմք չի տալիս։ Եվ մենք պետք է ընդհանրապես սպասենք ամբողջական որոշմանը, ծանոթանանք, հետո իհարկե պատրաստ եմ նաև մեկնաբանություններ տալ այս հարցի հետ կապված։